Դուբայ, Երևան եւ Աբու Դաբի, Երևան հետաձգված չվերթները չեղարկվել են մեր հարյուրավոր հայրենակիցներ այս պահին Հայաստան վերադարձի հնարավորություն չունեն։ Աբու Դաբիի երկնքում քաղաքացիականի փոխարեն այժմ միայն ռազմական ուղղաթիռներ են թռչում։ Մերձավոր Արևելքում օդային տարածքների փակ լինելու պատճառով հայկական տուրիստական ընկերությունները առայժմ չգիտեն, թե ինչպես են տարանելու հայ զբոսաշրջիկներին։ Նյուզեեմի հետ զրույցում տուրիստականների ներկայացուցիչները հայտնել են, որ այսօր նաև ստիպված են եղել չեղարկել նախատեսված ուղևորությունները դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Գործակալությունները կապի մեջ են ավիաընկերությունների հետ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Իրանի դեմ պատերազմի առաջին տնտեսական հետևանքների մասին են ահազանգում հայ վերլուծաբանները։ Economy of Armenia տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Իրանի տարածքով դեպի Հայաստան փոխադրվող բոլոր ծովային բեռները վերահասցեագրվել են դեպի Փոթիի նավահանգիստ, ինչը երկարացնում եւ թանկացնում է առաքումը հայ գործարարների համար։ Տնտեսական թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքը նկատում է նաև, որ հակամարտության ձգձգման դեպքում առևտրային հարաբերությունները Իրանի հետ կդանդաղեն, ինչպես նաև հարվածի տակ կհայտնվեն առևտրային կապերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը նույնպես կարևոր օղակ է Հայաստանի ներմուծման եւ արտահանման հարցում։ Բացի այդ, եթե լինի փախստականների հոսք Իրանից, Հայաստանում բնակարանների վարձավճարներն անմիջապես կաճեն, ինչպես դա եղավ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Բնակարանատերերի մեծ մասը բաց չի թողնի առիթը կտրուկ բարձրացնելու գները, ինչը լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի բնակչության համար, որն ավելի շատ գումար կծախսի վարձակալության, քան այլ կարիքների համար։ Իրանական պատերազմի հետևանքները կառավարելու համար Հայաստանի անվտանգության խորհրդում միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։ Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այսօր անվտանգության խորհրդի գրասենյակում նիստ է եղել։ Հարևան Իրանում պատերազմի ֆոնին Հայաստանի վարչապետը քաղաքացիական պայմանագրի անդամների հետ, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Արմավիրի մարզ, ներկուսակցական քարոզարշավի։ Արմավիրում բնակիչներից մեկի հետ Փաշինյանը նարդի է խաղացել, մյուսների հետ բլոտ, զրուցել փողոցում իրեն մոտեցող քաղաքացիների հետ։ Մարտի 15-16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարին տեմ էին գլուխը։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Իրանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանի տարբեր շրջաններում բնակելի շենքեր եւ հանրային կառույցներ են փլուզվել։ Մասնավորապես թիրախավորվել է Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցը։ Փոխնահանգապետը հաստատել է ողբերգական միջադեպը, որին զոհ է գնացել վերջին տեղեկություններով 40 աշակերտուհի։ Զուգահեռաբար հաղորդվում է մայրաքաղաք Թեհրանում մի քանի շենքերի, այդ թվում եւս մեկ դպրոցի փլուզման մասին, հայտնել է ԻՍՆԱ-ն։ Իսրայելա-ամերիկյան հարվածների ֆոնին Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին լքել մայրաքաղաք Թեհրանը։ Իրանը լայնամասշտաբ հրթիռային հարվածներ է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների եւ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իրանական Ֆարս գործակալության փոխանցմամբ թիրախավորվել են ԱՄՆ-ի 4 հիմնական ռազմակայանները Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում։ Տեղեկություններ կան նաեւ, որ Թեհրանը հրթիռներ է արձակել նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն միջուկային ավիակիրի ուղղությամբ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ցանկացած երկրի ռազմաբազա, որը օգնություն ցուցաբերի Իսրայելին, կդառնա Իսլամական Հանրապետության հարվածների թիրախը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իրենց պատասխան հարվածներից առնվազն 200 ամերիկացի զինվոր է զոհվել ու վիրավորվել։
Պայթունների աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե ողջ Պարսից ծոցը, հարվածներ են գրանցվել Դուբայում եւ Աբու Դաբիում, որտեղ ըստ պաշտոնական տվյալների արդեն կա առնվազն 1 զոհ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, այդ թվում Reuters-ը, հաստատում են նաեւ պայթուններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում եւ Հորդանանի մայրաքաղաքում։ Ի պատասխան իրանական գործողությունների, Իսրայելը սկսել է 70,000 պայստազորայինների զորակոչ։ Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ եւս պայթուններ են եղել։ Վնասների մասին դեռ տեղեկություն չկա։ Երկկողմ հարվածների ֆոնին Իրանի արտգործնախարար առողջին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի եւ Պակիստանի արտգործնախարարների հետ։ Իրանի արտգործնախարարը կոչ է արել տարածաշրջանային գործընկերներին կանխել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրենց տարածքի օգտագործումը Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների համար։ Առողջինի հարձակումները որակել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում եւ հայտարարել է, որ Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Մի շարք երկրներ դատապարտել են հարձակումները եւ կոչ են արել անհապաղ դադարեցնել դրանք։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում եւ Իսրայելում գտնվող մեր քաղաքացիներին գերատեսչությունը հորդորել է պահպանել անվտանգության կանոնները եւ հետևել պաշտոնական ցուցումներին։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական հարվածները։ Մեջբերում զգուշացնում ենք, որ Բահրեյնի, Հորդանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Կատարի ինքնիշխանության ակնհայտ խախտումը կունենա վտանգավոր հետևանքներ։ Մեջբերում զգուշացնում ենք, որ Բահրեյնի, Հորդանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Կատարի ինքնիշխանության ակնհայտ խախտումը կունենան վտանգավոր հետևանքներ։ Մեջբերման ավարտը։ Զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի հարձակմանը։ Այս ընթացքում մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանը։ Ռուսաստանը Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել Աստարայով անցնել Ադրբեջան եւ Նուրդուս կամ Ագարակ անցակետով դեպի Հայաստան։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները որակել է վտանգավոր։ Պաշտոնյան կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, նշելով, որ տարածաշրջանի երկրների հետ ձեռնարկում են համապատասխան քայլեր հակամարտության դիվանագիտական լուծման համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ Իրանի ներկայիս ռեժիմի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների։ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը ռազմական գործողությանը, ընդգծելով, որ նպատակ ունեն պաշտպանել Միացյալ Նահանգները, նրա զինված ուժերը, արտերկրում տեղակայված բազաները եւ դաշնակիցներին ամբողջ աշխարհում։ Թրամփի խոսքով իրենց նպատակն է մեջբերում չեզոքացնել դաժան իրանական ռեժիմի սպառնալիքը։ ԱՄՆ-ն պատրաստ է ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը եւ հողին հավասարեցնել ռազմական արդյունաբերությունը։ Սպիտակ տան ղեկավարը դարձյալ կրկնել է, որ Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում եւ երբեք միջուկային զենք չի ունենա։ Թրամփը դիմել է նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, կոչ անելով վայր դնել զենքը։ Թրամփը իր 8 րոպեանոց ուղերձում Իրանի ժողովրդին կոչ է արել մնալ տներում եւ դուրս չգալ փողոց, քանի որ ըստ նրա իրավիճակը վտանգավոր է։ Երբ մենք ավարտենք ռազմական գործողությունները, կառավարությունը կանցնի ձեր ժողովրդի ձեռքը։ Դա կլինի ձեր միակ հնարավորությունը տապալելու ռեժիմը, նշել է Թրամփը։